Ալո։ Եղել են ինձ խելոք տղա դարձնելու փորձեր։ Մանկական երանելի օրերին մեկի հետ գժտվել էի, բայց մի կարևոր գործ կար, որ հենց ինքը պիտի աներ։ Էնորվա վրատորը ինչ լավ բռնեց գնդակը։ Ո, հիշում եմ ոնց լավ։ Որոշեցի իբր մեղմել վիճակը, բայց մոտեցա նրան ու ասացի. Չմտածես, որ քո հետ բարի շլեմ, բայց գործ կա, որ հենց դու պիտի անես։ Ես։ Որքան քաղաքակիրթ է մարդը, այնքան ավելի ծանր է նրա համար բանակում։ Այստեղ խորհրդային բանակում շատ սովորական տղերք են։ Նրանց համար շատ ավելի հեշտ էր, քան ինձ համար։ Չնայած նրանք չգիտեին, ինչ է էկզիստենցիալիզմը կամ տամպլիերների միաբանությունը, իսկ ես գիտեի։ Ինձ դասյարակել էին այն ժամանակների ոգով, որոնք գալու են երևի մի 100 կամ միլիոն տարի հետո, եթե իհարկե գալու են։ Այս իմաստով ես և հոռետես էի, և լավատես։ Ընդ որում, հաջորդականությունը պարբերաբար փոփոխվում էր։ Խորհրդային բանակում փառահեղ բեղեր էի պահում։ Հրամանատարը հրամայեց սափրել։ Այդ պահին սափրեցի, բայց նույն պահին էլ որոշեցի էլ ավելի փարթամ բեղեր աճեցնել։ Խորհրդային բանակում 2 ամսում ավելի շատ հասունացա, քան նախորդ բոլոր տարիների ընթացքում։ Մի անգամ անցնում էինք փոթորկուն սառցաջուր գետակով, մինչև գոտկատեղներս ջրի մեջ։ Ինքնաձիգները, նռնականետները, գնդացիրներն ու հրացանները վեր պարզած։ Հետո անմիջապես սապոգներից թափեցինք ջուրը և գրոհեցինք հավանական հակառակորդի վրա։ Կրակում էինք կեղծ փամփուշտներով, բայց ինչպես ասում են ֆրանսիացիները, ալագեղ քոմ ալագեղ, պատերազմում ինչպես պատերազմում։ Իմը ռոքն էր,
Չնայած ռոքի երաժշտության վերջին ճյուղավորումները խառնված փոփի եւ ռեփի հետ իմը չէին։ Ինչպես ամեն ինչի, նաեւ ռոքի դասականներ իմ աշխարհը։ Deep Purple, Led Zeppelin, Jethro Tull կամ ավելի հներից Rolling Stones, լավ էր նաեւ Brian Adams-ը։ Միշտ կյանքի մեջ էի, իրականության մեջ, բայց խոստովանեմ, որ ես գրքային քաղաքակրթության արդյունք էի։ Ինձ դաստիարակել է աշխարհի մեծ գրականությունը, եւ չնայած դա բարդացնում էր իմ կյանքը, բայց չէի զղջում դրա համար։ Նա, ով փորձում է իր եւ աշխարհի միջև անդունդը նեղացնել կյանքին հարմարվելու ճանապարհով, որպես կանոն դադարում է մտավորական լինել։ Դադարում է մարդ լինել։ Քեզ գարոդել է եւ արդասվել է քո գարոդից Նրանք, ովքեր լարում են իրենց ուժերը, որպեսզի բարձրացնեն իրենց մոդուս վիվենդին, մյուսներին հասցնեն իրենց մակարդակին, միշտ պարտվում են։ Համբերատար էի, բայց անվերջ շտապում էի։ Եթե մի բան սկսում էի կարդալ, գերադասում էի շատ շուտ ավարտել։ Մի գիշերվա ընթացքում։ Միաժամանակ 3 գիրք էի կարդում։ Մեկը լրիվ հիմարություն, ինչ-որ դետեկտիվ, կրակոցներով ու սպանություններով։ Պարզապես որպեսզի ձանձրույթից շուտ քնեմ։ Երկրորդը մասնագիտական, բայց արդեն ոչ միայն հնագիտություն, այլ մշակութաբանություն, մարդաբանություն կամ ազգագրություն։ Եվ վերջապես գրագետ քաղաքական գիրք, օրինակ Սեմուել Հանթինգտոնի աշխատանքներ։ Իմ գործը գիտությունն էր, հնագիտությունը, իմ գտած հազվագյուտ սափորը։ Բանասել մարդս, ռեժիսուրան ինչ տապ։ Գնա հնագիտությամբ զբաղվել։ Դու չես ընի, ես չեմ ընի, բայց իմ գտածուն կմնա այս պատմության մեջ։ Կարող է ինքն մնա։ Չգիտեմ։ Ու կարծում եմ, որ մնալու է։ Այն գիշերվա կեսին տարել էի ընկերոջս մոտ, որ աչքալուսանքի բաժակ բարձրացնեինք։ Բայց ես սուրպրիզ ունեմ։ Չզարմանաս, առաջինը քո մոտ եմ եկել։ Ես այսօր եմ գրչում, չեմ գնացել ոչ միտեղ, այս առաջինը դու ես տենում ես, որ ես բերել եմ։ Հիմա պահել եմ, առավոտը պիտի տանեմ պատմության թանգարան։ Կենաց ունեմ, լուրջ, դիր։ Չէ, բաժակը դե, ես դիր։ Ես ինչ, արի թող քո բեմադրածները ու իմ գտածոները մնան պատմության մեջ։ Ես չէի ուզում և երբեք չէի խառնվի քաղաքականությանը, եթե չլիներ Ղարաբաղյան շարժումը։ Իսկ ընձուղտը տարօրինակ մի երգ է, բայց որ փակված է բանդակում, դա արդեն երգ չէ, որքան չերկված երգեր կամ փակված բանդակներում, որքան երգեր, որոնք երբեք չեն լսվելու։ Երբ երգը դառնում է վախեցած գազան, ու փակված բանդակում, ճավերին է զարգվում, երգը դառնում է վիրավոր լուսան, երգը թռիչքի է պատրաստվում, երգը լռում է ու քնած ձևանում, գալիս է պահը,
Ավելի ուշ, տարեր անց, մինչև Լիզբոն, որը մասին վստահ եմ հավանաբար Եվ մի օր ինձ մոտեցան հայտնի մարդիկ։ ու ճիշտ աս Բայկարի թեժ փովի մեջը, որ դաշնակցությունը հիմնված է 1890-ին, եւ այսօր այս իրադության մեջ աս Բայկարը գմնա նույնքան աժմեական նույնքան համահունչ մեր օրերու, ինչքան այդ օրերուն էր 1890-ին Երևան։ Եվ գիտես ինչ բան, դաշնակցությունը հերթական ուղղակի կուսակցություն չի։ Դաշնակցությունը հայ ազգի ժողովրդի ճակատագիրը կերտող գաղափարական շարժում է, գաղափարախոսությունը, ոգի է, որի տեսնական շարունակում է մնալ ազատ անկախ Միացյալ Հայաստան։ Եվ գիտես ինչ բան, այսօր ժամանակն է, որ դաշնակցությունը հաստատվի Հայաստանի մեջ, որբեսի նույնինքն հայրենիքի մեջ են գարենա մեր ժողովրդի միասնության գոչ ուղղել, աս Բայկարի քաղաքարին շուտ համախմբել մեր ժողովուրդը, որբեսի այդ միասնության ոգիով գարենան աս Բայկարին դագեն պատվով դուրս գալ։ Այն ամեն ինչ ասում եք հրաշալի։ Հաջողություն ձեր աշխատանքներին։ Բայց ով պիտի կատարի այդ ահռելի աշխատանքը այս երկրի մեջ։ Մեկը տուն Վահան։ Ես։ Հենց դու։ Այո, տուն։ Հենց դու, Վահան ջան։ Այո։ Օսմանյան վեզիր Խալիլ Փաշան տեսել էր, թե ինչպես սկզբում վերապահությամբ, իսկ այնուհետև խոնար հաշտվողականությամբ են օսմանյան տիրակալներին ընդունում իրենց տեղական իշխանիկների անիշխանությունից և դաժանություններից հոգնած հունական, սերբական, բուլղարական և հայկական գյուղերն ու քաղաքները։ Նա հասկանում էր, որ հանգիստ ու ապահով կյանքը հենց այն է, ինչ հարկավոր է պատերազմներից և ասպատակություններից հոգնած գյուղացիներին, արհեստավորներին ու վաճառականներին, որպեսզի կառչեն նոր կայսրությունում իրենց տաք ու ապահով գոյությանը, չհիշեն իրենց ընկած թագավորությունների նախկին փառքն ու մեծությունը, չերազեն դրանք վերականգնելու մասին։ «1988-ին հայ ժողովուրդը որոշել էր, որ բարձր ատյաններ դիմելու միջոցով կարող է հասնել պատմական արդարության։ Ես հասկանում էի, որ դա հարցի լուծում չէ և սկսեցի պատրաստվել անխուսափելի պատերազմի։ Մոտալուտ արհավիրքին դիմակայելու որոնումների մեջ դաշնակցությունը կազմակերպական առումով ավելի լավ էր պատրաստ այն իրողություններին, որոնք սպասում էին մեզ, և ինչն այն ժամանակ շատերը չէին գիտակցում։ Հասկացա, որ եթե պետք է լինեմ որևէ կուսակցության անդամ, ապա դա պետք է լինի միայն և միայն դաշնակցություն, որի ազգային գաղափարական ժառանգությունն օգնեց գտնելու հայրենիքին ծառայելու իմ ճշգրիտ ճանապարհը։ Ես հասկացա, որ հետդարձի ճանապարհ այլևս չկա։ Ցավալի է, որ ստեղծվել է մի տպավորություն, թե իբր դաշնակցությունը պատերազմի կուսակցություն է։ Մինչդեռ նրա համար ազգային բարձրագույն նպատակը իսկական խաղաղությունն է, որը նվաճում են պայքարով։ Հայրս Էդուարդ Հովհաննիսյանն ասում էր. Հայաստանը կարող է ապրել առանց դաշնակցության, բայց դա Հայաստան չի լինի։ Իսկ մեր ժողովուրդը չի ուզում ապրել մի երկրում, որը Հայաստան է կոչվում, բայց Հայաստան չէ։ Դաշնակցությունն էլ կարող է ապրել առանց Հայաստանի, բայց նա այլևս դաշնակցություն չի լինի։ Հայաստանը կարող է ապրել միայն դաշնակցության հետ,
իսկ դաշնակցությունը միայն Հայաստանով ու Հայաստանում։ Երդվում եմ պատվովս և հայրենիքովս Միշտ հավատարիմ մնալ հայ հեղափոխական դաշնակցության ծրագրին կանոնագրին ու որոշումներուն իմ բոլոր ուժերով իսկ եթե հարկ լինի նաև կյանքիս գնով ծառայել Հայաստանի և հայության ազատագրության դատին։ Իշխանությունը մեր գաղափարական հակառակորդն էր։ 1995-ին ինձ իմ ընկերների հետ Սարքովի մեղադրանքով բանտ նետեցին։ Մարդիկ էին մեղադրվում հայրենիքը դավաճանելու մեջ, որոնք մեր երկրի անկախության համար պատրաստ էին կյանքը զոհաբերել։ Առաջադրված մեղադրանքները անորոշ էին։ Դուք հիմա իսկապես չհասկացաք, ես ինչ եմ ասում։ Որոշ վկայություններից պարզվեց, որ շատ տղաների ամենանենգ ձևերով տրամադրել էին դաշնակցության դեմ, իսկ այդ տղաները խոստովանում էին, որտեղ էլ կռվել ենք, դաշնակցության ջոկատների հետ ուսուսի տված ենք կռվել։ Նրանք երբեք չեն նահանջել, կռվել են մինչև վերջին փամփուշտը։ Ընդհանրապես իշխանություն հասկացությանը վերաբերվում եմ թերահավատությամբ։ Ցանկացած իշխանություն, նույնիսկ ամենաժողովրդավարականը, ձգտում է դուրս գալ հասարակության հսկողությունից։ Հասարակությունը միշտ կուսակցություններով, հասարակական շարժումներով, խորհրդարանով և այլ հակակշիռներով փորձում է զսպել գործադիր իշխանությանը։ Մենք պաշտպանում ենք մեր ազատությունը։ Նրանք պետք է սովորեն խոսել իրենց ժողովրդի հետ։ Գործադիր իշխանությունը ժողովրդավարության մասին իր պատկերացումների և իր առաջնորդների ինտելեկտի չափով միշտ ձգտում է դուրս պրծնել այդ հսկողությունից։ Մեզ մոտ ոչ թե խորհրդարանն է նշանակում գործադիր իշխանություններին, այլ հակառակը։ Գործադիրն է որոշում, թե ով պիտի ներկայացնի ժողովրդին խորհրդարանում։ Ես չեմ հավատում, որ իշխանությունը կարող է շատ լավ լինել։ Նա կարող է լինել տանելի, հանդուրժելի, բայց դժվար թե լավը։ Իշխանության այլասերումն անխուսափելի է։ Առանձին վերցրած պաշտոնյան, առանձին նախարարը, առանձին ինչ-որ վարչության պետը կամ վարչապետը կարող են լինել միանգամայն նորմալ և ադեկվատ մարդիկ, որոնք ամենևին չեն ձգտում բռնապետության, բայց ամեն ինչ փչացնում է խումբը, համակարգը, բյուրոկրատական ապարատը։ Իշխանության մեջ կարելի է մտնել միայն ունենալով հստակ ձևակերպված վերջնական նպատակներ։ Հակառակ դեպքում հոսանքն անկախ քեզնից կտանի։ Բոլորն էլ ուզում են լավ ապրել, ուզում են, որ իրենց երեխաները ստանան լավ կրթություն, բայց քաղաքականության մեջ կարևորն այն է, թե ինչ առաջնահերթություններ ես դնում քո առջև։ Եթե չես դավաճանում դրանց և սրիկայի ճկունություն չես դրսևորում, ապա ողնաշարը չի ծռվում, ինչպես լակեի մոտ։ Երբ բանտում էի, հայրս, որն իմ գաղափարական ուսուցիչն էր, գրեց ինձ. դու անհայր մեծացար, Փառք Աստծո, քո մայրը իմ մոր հետ միասին կարողացավ քեզ ազնիվ մարդ դաստիարակել։ Հետո կրկին ես հայտնվեցի քո կյանքում, որը բերեց քեզ բանտ։
Այսպիսով այն ուղիղ գիծը, որ մեր նախնիներից տանում էր դեպի քո բանտախուցը, այսպես թե այնպես անցել է մեր բոլորի կյանքի միջով, ինչը նշանակում է, որ մեր հասարակական ապրումները, ազգային մտահոգությունները կապ ունեն հենց այդ գծի հետ։ Ես հուսով եմ, որ հերթը հիմա իմ անուշիկ զորնիկներին Այգին ու Աննային չի հասնի, բայց համոզված եմ, որ եթե հասնի, նրանք էլ կշարունակեն այն պարզ ու ուղիղ գիծը, որ հայ ժողովրդի համար ծնունդ է արել քո նախնիներից։ Գուցե դա էր պատճառը, որ հետո ինքս մեկուսարանից մի նամակ գրեցի նրա թոռանը, իմ որդու, Քիփլինգի «Եթե գործն էի թարգմանել»։ Մտածեցի, որ դա հենց այն է, ինչ ուզում էի ասել Հայկին։ Եթե գլուխդ չկորցնես, երբ շուրջ բոլորը խուճապահար մարդիկ ամբաստանում են քեզ։ Եվ ընդունակ լինես պահել մենաշնորհը հավատամքի ու ոչ մի քայլ չնահանջես, եթե կարողանաս դիմանալ ինչքան որ պետք է ու կեղծիքի ծովում ստի սահմանը չանցնել, և կույր ու թունավոր ատելության սև հետքը քո պաղարյուն սրտից գիտես հեռու պահել, եթե ամբոխի մեջ գիտենաս քո արժանիքը, բայց չհալվես արքաների շպիտներից, լինես այնտեղ, ուր զգում են քո կարիքը, և չընկճվես անսպասելի հարվածներից, եթե կյանքով լցնես կյանքիդ ամեն վայրկյանը ու լիարժեք ապրես օրերդ հիասքանչ, ուրեմն տեր ես աշխարհի ժառանգությանը, և ավելին, մարդ ես, մանչ։ Երբ սկսվեց այսպես կոչված 31-ի գործով դատական նիստը, ես հենց այդտեղ վանդակում հայտարարեցի, որ նորմալ մարդ եմ և չեմ ուզում մեռնել, բայց ստեղծված իրավիճակում այլ ելք չեմ տեսնում, քան հացադուլը։ Իմ ամբաստանյալ ընկերները հրաժարվեցին դուրս գալ վանդակից, հայտարարելով, որ հացադուլի կնստեն հենց այդտեղ։ Մեր և զինվորականների միջև վեճ ծագեց։ Մենք ի վերջո դուրս եկանք դահլիճից, դատավարություններին այլևս չմասնակցելու մտադրությամբ։ Մեզ փորձեցին պառակտել, բաժանել, մտցնելով արհեստական տարանջատումներ լավ ու վատ դաշնակցականների, կարծր և մեղմ կեցվածքի կողմնակիցների, բազեների և աղավնիների։ Իսկ մենք հաճախ տեղի ենք տալիս այդ հնարովի դասակարգումների տրամադրություններին և սկսում մեր իսկ հրաշալի շարքերում ինչ-որ օտարածին խմբավորումներ տեսնել, ներքին թշնամի որոնել և զբաղվել անիմաստ խաղերով։ Մոռանում էինք, որ մենք միասին ենք, մեկ բռունցք, մեկ ուժ, երբ պետք է, կարող ենք մեղմ լինել, իսկ երբ պետք է, երկաթից կարծր։ Իրար մեղադրում ենք բոլոր մեղքերի մեջ, իշխանությունն էլ մտածում է, էլ սրանց ինչ ոչնչացնել, առանց իմ միջամտության էլ իրար ոչնչացնում է։ Մամուլում թույլ հոդվածներ չպետք է տպենք։ Դրանց վտանգն այն է, որ այն կարդում են նաև հիմարները, իսկ նրանց թիվն անհամեմատ մեծ է, ինչպես ամբողջ երկրագնդի վրա, այնպես էլ մեր երկրում։ Սիրելիներ, իմ լավ ընկերներ, խնամքով վերաբերվեք միմյանց։ Եվ դեռևս բանտից գրեցի. սառեցրեք բոլոր վիճաբանությունները ու դրանց շուրջ քննարկումները, որ չլինի թե հոնքն ուղղելու փոխարեն աչքը չհանեք։
Իշխանությանը միշտ հաջողվում է մեր ուշադրությունը շեղել կողմնակի խնդիրներ լուծելու։ Դուք չպետք է ուտեք այդ խայծը։ Եթե այդպես պիտի շարունակեք, ապրեք առանց ինձ։ Ձեր կողքը Արցախը հանձնում են, չի կարելի թաղվել ինտրիգների մեջ։ Ես ինտրիգներից զզվում եմ։ Մեղադրյալի աթոռին նստած նայում էի դատավորին, մեղադրող դատախազին, բոլորին ու մտածում. Տեր Աստված, ես ինչ ենք անում։ Ախր Գաբրիել հրեշտակապետը մի օր իր շեփորով բոլորիս հրավիրելու է դատական մի այլ դահլիճ։ Դրան պետք է պատրաստվենք։ Եվ ինքս ինձ հարց տվեցի. լավ, եթե Աստված մեզ հետ է, ապա ովքեր են մեր դեմ։ Սիրելիներ, Արցախն ուշադրության կենտրոնում պահեք։ Ասում եք Արցախն արդեն չկա։ Արցախը կա, մտովի գնացեք այնտեղ և հիշեք։ Արցախյան հիմնախնդրի վերջնական լուծումը կհետաձգվի այնքան ժամանակ, մինչև Ռուսաստանն ու Արևմուտքը մշակեն միացյալ դիրքորոշում։ Իսկ դուք շարունակեք պայքարը։ Տանկի թնդանոթից կրակել սովորելը բարդ բան չէ, կուսակցական ստաժ պետք չէ։ Ինչպես կասեր Բեյրութի արծիվ ընկերս, պետք է ուղիղ նայել փանին մեջ ու վսյո։ Ինձանից տեղեկություններ կորզելու համար մեկին հատուկ գցել էին մեզ մոտ։ Հյուրերկենտ ունես։ Հյուրասենյակ չի։ Հասանք տեղ։ Անունը Սարգիսյան։ Վաղ։ Ոնց հասկացա սա, հա իմ տեղը։ Ոնց որ։ Սա էլ իրեն գժի տեղ էր դրել։ Բայց քո դեմքը ծանոթ է, գիտես։ Մարդկանց բերում գցում ես տեղ տանջելու համար։ Հիմա ինչ ես արել, դու ինչի համար են քեզ բերել գցել։ Ուզեցել ես պետությունը փոխես, ուզեցել ես լավ բան անես։ Ազգի կեսը քո կողմից է, բրատ։ Ուզում են անպայման ճնշեն բերտերով, գաղութներով, ռեժիմով։ Իմս քիչ է, իմս հեչ, իմս 4-ից 5 է։ Թերթերին ես հավատում։ Իդես ոնց, ասեք օսեներով, ես փակած ուրա թերթ եմ բաժանում, որ թերթ կա։ Բա որ ես եսքան մարամիջնություն։ Աբեր, դու կնենց բան եք արել։ Ասում եմ վարանոքի, ես տրուչնիկը կար, որ դուրը բացես, ինքն էլ գինի։ Պատմում են, էլի, խոսում են։ Ոչ մեկ չի արել, ոչ մեկ։ Ապեր դե հիմա Դες նայում եմ, նորմալ տղա ես երևում, ամոթ չի։ Ուրեմն այդ հետից գիժը 2 օր ինձ հետ առնչվելուց հետո մի անգամից լռեց։ Ապեր սետկեն ո՞րն է։ Դու որ արտահայտություններ ես անում, մեր բաներ ես ասում։ Ես դուրը ծեցի, ասա չաշը։ Չգիտեմ, երևի արդեն բուժվել է։ Ասելու են բան չունեմ, դուրը ծեցի շեֆին ասա չաշատեց։ Երեք տարի բանտ նստելուց հետո դարձա շատ ավելի հանդուրժող մարդկանց թուլությունների նկատմամբ։ Բանտն ինձ իմաստություն տվեց։ Կար մի նպատակ, միասնական, անկախ և ազատ Հայաստան տեսնել։ Եվ այդ պատճառով մեզ համար չկային հստակ սահմաններ արցախյան պայքարի և բանտում պայքարելու միջև։ Հա, նաև թողեցի ծխելը, համ էլ անգլերեն սովորեցի։ Բոլոր այն տեսությունները, որոնց համաձայն մարդկությունը կմիավորվի մեկ ընդհանուր ընտանիքում, հիմարություն են։ Ֆրանսիացի փիլիսոփաներն ասում են, որ ազգերն Աստծո մտքերն են։ Մարդկությունը ազգերից դուրս ուղղակի որպես մարդկանց համախմբություն չի կարող գոյություն ունենալ։ Ազգերը միշտ են լինելու,
Որոշ ազգեր այլևս գոյություն չունեն, ինչը ազգերի միջև ընթացող շարունակական պայքարի և մրցակցության հետևանքն է։ Ես ցանկանում եմ, որ իմ ազգը այս մրցակցության մեջ հաղթող դուրս գա և շարունակի զարգանալ և լինել մարդկության մի մասը։ Այդ նպատակի համար ոչինչ ափսոսել պետք չէ։ Ներկա պահին գաղափարների պակաս կա։ Հայկական միտքը փիլիսոփայական թռիչքներ չի ապահովում։ Մնում է բացը լրացնել պարզ ու տարրական ձևով, արդարություն հաստատելով։ Ասում են, ես խիստ սարկազմով եմ վերաբերվում աշխարհին։ Գուցե այդպիսին եմ, բայց դա լավագույն ձևն է ագրեսիվ չլինելու համար։ Հիշում եմ, դատական նիստի դահլիճում անասելի աղմուկ էր։ Մարդիկ բարձրաձայն իրենց դժգոհությունն էին արտահայտում։ Զայրացած դատավորը մուրճը խփեց սեղանին ու թե ում համար այստեղ հետաքրքիր չէ կարող է դուրս գալ դահլիճից։ Ես անմիջապես ձայն խնդրեցի ու ասացի. «Պարոն դատավոր, ինձ համար այստեղ բոլորովին հետաքրքիր չէ, կարող եմ դուրս գալ»։ Սիրելիներ, եթե իմ այս պատմությունը մի առանձին դատական նիստ հիշեցրեց, ներողամիտ եղեք։ Հուսով եմ, այս դահլիճից շուտ դուրս գալ ցանկացողներ շատ չեղան։ Ձեզ երկար կյանք ու աննահանջ պայքար։ Ձեր Վահան։